Դեռևս օրեր առաջ Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բարավորը զարդարող որմնանկարը գրեթե անտեսանելի էր։ Հիմա, երբ այն մրի ու փոշու շերտից հատվածաբար մաքրվել է, արդեն պարզորոշ տեսանելի են պատկերներն ու գույները։ Մասնագետները վերականգնում են որմնանկարը, որը կարծում են պատկանում է Նաղաշ Հովնաթանի վրձնին։ 1679 թվականի ավերիչ երկրաշարժից հետո, երբ վերականգնվեցին Երևանի եկեղեցիները, հավանաբար դրանց որմնանկարները վստահվեցին ժամանակի ամենահայտնի վարպետին, ասում է արվեստաբան Աշխեն Ենոքյանը։ Սակայն այս մասին մենք հիշատակություն այդպիսի որևէ չունենք, զուտ ենթադրություն է, որ հավանաբար այս որմնանկարը ևս պատկանում է Նաղաշ Հովնաթանի վրձնին։ Նաև համեմատում են առավել Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցու որմնանկարի հետ նախորդ ուսումնասիրողների ևս եւ ենթադրելի է, որ հնարավոր է որ լինի, սակայն ներքևի հատվածի վերաբերյալ այն պետք է որ ավելի ուշ ժամանակաշրջանի աշխատանք լինի։ Նախքան վերականգնումը կատարվել են ուսումնասիրություններ, որի հիման վրա էլ մասնագետների կողմից կազմվել է աշխատանքների գիտանախագծային փաթեթ։ Այն հաստատվել է Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության և Մայր Աթոռի կողմից։ Վերականգնումն իրականացնում է Restart 1 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Ամարյան բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ։ Իմ խորին երախտագիտությունը, իմ համայնքի անդամներից, մեր եկեղեցու անդամներից փոխանցել Ամարյան բարեգործական հիմնադրամին, ովքեր ոչ միայն այս սրբապատկերի վերականգնման հովանավորներն են, արդեն 2 տարի է իրենց մեծ նվիրատվությունը եւ լուման ունեն Զորավոր եկեղեցու կյանքում եւ առավել եւս արև երեխաների հասարակական կազմակերպության կյանքում։ Որմնանկարը ինքը ամբողջովին մրի մեջ պատված էր ու բավականին վթարային վիճակում, կտորներ կային, որ արդեն թափվել էին, կար որ մոտակա ժամանակները կթափվեին, եթե միջամտություն չլիներ վերականգնման։ Մաքրում ենք հիմնականում սև մրի շերտն է, մրի շերտի տակ մի շերտ էլի այդպես քարացած կեղտի շերտ կա, հետո մի 2 անգամ ամենակիչը եղել է վերանկարումներ, ինչ որ ռեստավրացիաներ նախկինում։ Նու մասնակի է դրանք էլ կհեռացնենք այն վայրերում, որտեղ որ օրիգինալը պահպանված է, որովհետև նախկին ժամանակներում այդքան չեն կորուստների սահմաններից դուրս չգալու կանոնը, ասենց ասած այդքան չեն պահպանել, դրանք մենք ավելի մեր օրերի նորմերին ենք համապատասխանում այդպես կորուստների։ Որմնանկարում պատկերված ավետարանական մի քանի տեսարաններն ամբողջության մեջ ներկայացնում են քրիստոնեությունը որպես հաղթանակած կրոն, ասում է արվեստաբանը։ Վերին հատվածում ներկայացված է Աղոտ Գեթսեմանիու տեսարանը, կենտրոնական հատվածում Տիրամայր նման կան հետ։ Նրանից ձախ Ստեփանոս Նախավկանը ներկայացված եպիսկոպոսական հանդերձանքով, նրա ձեռքին տիրագունդն է խաչակիր, իսկ խաչակիր տիրագունդը քրիստոնեության հաղթանակն է աշխարհում, իբրև աշխարհակալ կրոն է ներկայացվում քրիստոնեությունը։ Տիրամոր մյուս կողմում ներկայացված է արդեն Հովանես Մկրտիչը, նրա ձեռքին խաչվառն է, որը կրկին քրիստոնեության հաղթանակի ադամական մեղքից ազատվելու այդ խորհուրդն է արտահայտում։ Ըստ մասնագետների, որմնանկարի վերականգնումը կտևի մոտ 2 ամիս։ Սոնա Խաչատրյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։